Ես չեմ պատկասում, որ մահանան, որտեղ կմահանան, կամ որտեղ կթաղեն ինձի, կամ իմ երեխեքը կարան արդյոք այդ թաղումը անեն, կամ ինչ-որ տեղ կունենամ ես, չեմ պատկերացնում։ Սկզբից մնացել եմ անօթևան երեխեք հետ դրսում, ոչ քնելու տեղ կար, ոչ էլ իրեք երեխեքն էլ փոքր են, թոռնիկներս էլ հետը շատ փոքր են եղել, մնացել ենք դուրսը։ Եկանք այս կողմերը, այս գերեզմանոցներից մեկը ասեց տեղ կա մնալու։ Եկանք մնացինք ստեղ մնացինք ու սկսեցինք ստեղ աշխատելը։ Ստեղ ապրել եմ 2 տարի։ 2 տարի ապրել եմ ու կարիճների, օձերի, մեծ կարիճներ, որ վխտում էին պատերի վրա, որ գիշերեն էլ արթուն էինք մնում, որ մոմերը վառում նստում էինք, որ կարիճները երեխեքին չկծեին։ Իմ երեխեքին ստեղ եմ մեծացրել, հիմա էլ ընդեղ եմ տանջվում։ Երնեք չգա այստեղ։ Ամեն մի մարդու մահը տենալուց ես իմ ման էի պատկերացնում ստեղ, որ հիմա հիշում եմ լացս գալիս արդեն։ Հենա հերը փողոցներում թափառում է։ Ես դրանից ինչ լավ բան սպասեմ, 3 երեխան է ձեռս, որտեղից լավ բան տեսնեմ։ Տուն չտվեցին, անկյուն չտվեցին, առած ինձ կալյասկեն ձեռս երեխեքից ես թափառական մնացի դուրս։ Մինչև առեսօր չարչարում եմ։ 15 տարի է երեխան հետս տենց չարչարվում եմ ու պահում եմ։ Հիմա էլ իրանց երեխեքին եմ պահում։ Այստեղի ծառները, որ կտրատում էին, հավաքում բերում, այդ ծառը վառում էինք, տաքանում յոլա էին գնում ստեղից։ Այդ ծառները իրանք ասենք քանդում թափում են թաղման ժամանակ, ես կտրում բերում էի, վառում էի։ 4 վառում էի, ապրում էինք։ Այս գերեզմանի տերը միշտ գալիս էր ընտիր լավ բաներով, ողորմի իրան, մահացավ էս մարդն էլ մահացավ։ Ու երեխեքը, որ իրանից ուզում էին, ասում էին հեռվից տենում, ասում են պապիս եկավ, գիտեին իրա պապին հա։ Հեսա այս մարդն ա եղել, այս դիմացի մարդը, էսի մեզի շատ օգնել ա, շատ օգնել, ամեն ինչով գալիս էր սննդամթերքով, անկողին, կրավատ, բերում էր, մեզի նայում էր, շատ լավ էր նայում մեզ։ Իրա կինը շուտ մահացավ, բայց ինքը իրանից հետո է էլի։ Մենք ստեղ ապրում էինք, մեր գնալուց հետո ինքը մահացավ։ Բարի մարդիկ շատ են ստեղ եղել, որ մեզ օգնել են։ Չեմ կարա բոլորին թվարկի։ Կան, շատ կան, բայց լավը շատ կա, բայց վատը ասենք գալի լավին ծածկում է։ Ստեղ որ դուրս էին գալի, տենում էին այդ երեխեքը լավ ուտում են, լավ հագնում են, ինձնից ուզում էին, ասում էին, ես ասում էի շուտով մենք եք ունենանք, մի մտածեք, ստեղ որ աշխատում եմ, ձեր համար եմ աշխատում ու իմ շատ բան էի պատմում, որ իրանք ասենք չվախենային։ Իրանց առօրյան ցրում էի, մտքիցը հանում էի, որ մենք տուն կունենանք, մենք լավ կլինի, մենք ստեղ չենք ապրի։ Ու իրանք ինձ հավատում էին։ Դուրս չէի գալի, ես չգիտեմ պաստանցյան թե խափին մեզ թե ինչ էր, ասին առնում են, մեզի հանեցին դուրս, չթողեցին մնայինք, հետո որ ծանոթ միջոցով այդ տարածքը ասին տեղ կա, բասի ոնց կլինի, ասես պետք է մենակ մի հատ դոմիկ տանեք դնեք, իրանք չեն կարա տա։ Երեխեք հետ սկսեցին ժավելի գործ անելը կաշկով, հավաքեցի շշի գործը, շիշը տանում հանձնում էի, հավաքում էի $700 փող տվի այդ դոմիկը առա։ Երկուսին էլ լավ հարսանիք եմ արեստեից դուրս գալուց, հետո երկուսին էլ լավ նշանդրեքով, հարսանիքով պսակել եմ։ Իմ դառը տանջակով, քրտինքով ամուսնացրել եմ, երաժշտություն չկա, բայց մագնիտոֆոնով, բարձր մուզիկայով, լավ ձևով ճանապարհել եմ։ Նկարները կա, կարամ նկարներով ցույց տամ ոնց եմ պատրաստել։ Ես նկարների տարբեր բանով նկարել եմ, ունեմ, որ հետո հիշեն, ես իրանց ոնց եմ պահել էլի։
Լավ բախ չունեցա, լավ ապագա չունեցա, ամուսինները լավը չէին։ Այդքան տանջանքով պահեցի Բաքու ուրանարատ ամուսնացրեցի էլի։ Ստեղ ապրողները շատ ժամանակ ասեն ես իմ ովքեր են, ինչ են, բայց ես իմ երեխեքի պատիվը բարձր պահելով ամուսնացրեցի։ Անիմաստ կյանքով անբախտ եղան, ինչ անեմ։ Որ երեխեն չուզենա լավ ուտել, լավ հագնել, լավ ապրել, երեխեն ծնվել է լավ ապրելու համար։ Ամեն մեկը մի բան ուզում է, որտեղից ճարես, այն մեկը ձյա ուզում, այն մեկը կարակ, այն մեկը հաց, չես հասցնու։ Այս շորերից հագցնեք։ Մենք ամսականով չենք ապրում, օրական 1200-3000 դրամով գոյատևում ենք, այդ ձևի ապրում ենք։ Այն էլ մի ձևի քաշկալով ես ապրում։ Երեխեքը շատ են, սնունդը շատ, մանկապարտեզի վարձը շատ, ապրել հնարավոր չի տենց էլի։ Աշխատում ենք այս դոմիկի մեջ, ասենք 4-5 հոգով մնում ենք երեխեքի հետը, ոչ վրներես անկողին կակցելու, ոչ վարելի կան նորմալնի, որ ասեն մատրասը գցում ենք գետնի վրա տենց քնում ենք, ասենք հավաքվում ենք իրար գլուխ քնում ենք, ձմեռը կգա էլի նույն բան, այդ երեխեքը ձմեռը չեկած արդեն հիվանդ են։